Այս հայտարարություններից ուղիղ 7 օր առաջ Ալլահ Շաքյուր Փաշազադեն հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի քրիստոնյա երկրների համար ու ընդհանրապես հայ եկեղեցին վտանգավոր երևույթ է իր բնույթով։ Արդյոք սա անմիջական կապ չունի Փաշինյանների ընտանիքի հայտարարությունների հետ, հաշվի առնելով արդեն ձևավորված ավանդույթը 44-օրյա պատերազմից հետո։ Իհարկե կապ ունի եւ դրա շարունակությունն է։ Ինքը ընդունել է Ալլահ Շաքյուրի ասածը իբրև հրահանգ եւ կատարում է այդ հրահանգը, վերացնում է այդ սպառնալիքը, փորձում է վերացնել այդ սպառնալիքը, բայց տանուլ է տալու, ինչպես բոլոր մյուս իշխանությունները, ովքեր համարձակվել են հայ եկեղեցու դեմ սուրճ օջել, պարտվել են։ Իրենց մենք խորհուրդ չենք տալիս սուրճ օջել, որի դեպքում հնարավոր է որ խուսափեն պարտությունից։ Այլապես իրենց սպասում է ֆիասկո։ Ինչ տեսքի ունենալու այդ ֆիասկոն։ Աղբանություն են լինելու պատմության։ Կարծում եք դա իրենց պատմությունը աղբանոց ունի, գիտեք, դες ուրեմն իրաց տեղը կլինի պատմության աղբանոցում։ Իրենց դա հուզում է, թե իրենց համար կարևոր արդյունքն է։ Եթե իրենց չի հուզում, մանավանդ դեպս ինձ բավարարում է, որ իրենք հայտնվեն պատմության աղբանոցում։ Սրբազան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կաթողիկոսի կյանքը պետք է քննության ենթարկվի։ Խոսում է այն մասին, որ կուսակրոն հոգևորականները հավատարիմ չեն իրենց ընդունած ուխտին։ Իրականում ինչ նպատակ է հետապնդում, փորձում է հասարակության քննարկմանը ներկայացնել սա, թե սա այնուամենայնիվ անկախ են հանգամանքից, որ ֆիասկո են ապրելով, իր բացասական հետևանքները կունենա։ Ինքը ուր է փորձում իջեցնել, հա, դիսկուրսը։ Ինքը տարբեր դիսկուրսներ վարեց եկեղեցու հասցեին, չէ՞։ Հոգևորականները կոռումպացված էին, կոռումպացված հոգևորականներին պիտի բացահայտեին շվայտ ցոփ կյանքով ապրող հոգևորականներին, կոռումպացված հոգևորականներին ծնկի պիտի բերեին, եւ անշուշտ օխլոսը ծափահարել էր, ես ինչ լավ բան է արվում։ Նրանք որոնք անբացատրելի, անիմաստ, տգեդի, անգեդի, հիմարի այս բառերը օգտագործում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Այդ տկետի հիմարի նման ատում են քահանային, ատում են հոգևորականին, առանց հասկանալու ինչու են ատում։ Ատում են, որովհետև պարզապես ունեն inferiority complex։ Կբացատրեք մեր ստացողների համար։ Inferiority complex-ը դա բարդույթն է, ավելի ստորադաս լինելու բարդույթը։ Քանի որ իրենք տեսնում են, որ իրենց գերազանցող ինտելեկտով, մշակույթով, պատմականությամբ, խորքով, լայնքով, տարածքով գերազանցում են այդ սքեմավորները, պատկերացնում եք։ Սքեմավորը գերազանցում է ինչ-որ մեկին իր ինտելեկտով, կարելի է հանդուրժել, որովհետև իրենց մտածումի մեջ պետք է սքեմավորը լինի միջնադարյան խավարամիտ, չզարգացած, մինչև հիմա երևի էլեկտրականությունից հեռու, մոմի լույսի տակ ապրող, սոված, ծարավ, էշի կամ ջորի վրա նստած, ոտաբոբիկ քայլող եւ հանգարց պատկերացնում եք, այս մարդիկ ինտելեկտ ունեն, գիտելիքներ ունեն, աշխարհի լավագույն համալսարանները գերազանց ավարտած մարդիկ են, գերազանց ավարտած։ Իսկ ոմանք առաջին կուրսը չեն ավարտել։ Հասկանում եք։ Inferiority complex։ Եվ այս անբացատրելի, անիմաստ այդ հեղափոխական, ցանկացած հեղափոխականություն հենվում է այս ստոր խավի վրա, որը ոչինչ չգիտի բացի ատելությունից։ Միակ բանը, որ լավ կարողանում է անել, ատելությունն է։ Անբացատրելի։ Դա նույն ֆրանսիական հեղափոխության մեջ էր,
անբացատրելի ատելություն, երբ որ բարձին արքայական ընտանիքի նկատմամբ 6-7 տարեկան արքայազնին սպանեցին։ Պատկերացնում եք։ Հազարավոր կանանց երեխաների գլխատեցին, հոգևորականների ոչնչացրեցին։ Զուտ ատելությունից դրդված։ Նույնը եղավ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Հիմա սրանց հեղափոխություն կոչվածից հետո դե գիտեք պայմանները ձեռնտու չեն մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու համար, թե չէ կոչնչացնի։ Դու պատկերացնեք յուրաքանչյուրին վերցրի պատկերացրեք ինչ հաճույքով կոչնչացներ։ Ինչ հաճույքով կստորագրեին մահվան դադավճիռը Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, դու պատկերացնեք ինչ հաճույքով։ Բայց պայմանները թույլատու չեն։ Եվ ստիպված է անձամբ ձեզ Եվ դիմել իր ստիպված հրապարակման մեջ։ պիտի իրենց ադելությունը դրսևորեն այս ձևով։